Ողջույն հարգելի հայրենակիցներ, սիրելի հայրենակիցներ, այսօր ես ձեզ հետ խոսում եմ ոչ միայն որպես մեր ձեղով ժողովրդական շարժման անդամ, այլ նաև որպես 3 երեխաների մայր։ Իմ երեխաներից 2-ը այս պահին նստած են դահլիճում, իսկ 3-ին ես կրում եմ սրտիս տակ։ Նրանք իմ ուժն են, ապագայի նպատմամբ իմ պատասխանատվությունը, իմ հոգատարությունը մեր բոլորիս երեխաների նկատմամբ։ Նայելով նրանց աչքերին, ես գիտակցում եմ, որ ապագա կերտելու հայտ ներկայացնողը պարտավոր է մեր հայրենիքին վերաբերվել այնպես, ինչպես մայրը երեխային է վերաբերվում։ Երբ կինը երեխա է սպասում, սկսվում է մտածել և ծրագրել նրա ապագան, ստեղծում է վստահելի հիմքեր վաղվա օրվա համար։ Այդպես էլ պետք է վարվի պետությունը։ Ցավոք, մեր պետությունը այսօր զրկված է այդ ունակությունից։ Այսօր հայը չունի վստահություն վաղվա օրվա մեջ, որովհետև բազմահազար մասնագետներ աշխատանք են փնտրում և չեն գտնում։ Հայը չունի վստահություն վաղվա օրվա մեջ, որովհետև փոքր բիզնեսը, տնտեսության շարժիչ ուժը, կանգնուն է սնանկության եզրին։ Հայը չունի վստահություն վաղվա օրվա մեջ, երբ խաղաղությունը կուսակցական լոզունգներից այն կողմ չի անցել, իրական խաղաղություն չի հաստատվել։ Այս խնդիրները արագ լուծելու համար երկրին անհրաժեշտ է ուժեղ ղեկավար, փորձառու, հայրենասեր, համառ և անկոտրուն, ինչպես Սամվել Կարապետյանը։ Ամանորի շեմին ես ցանկանում եմ երազանք պահել, վստահ, որ ես ու իմ գործընկերներն ենք այդ երազանքն իրականացնողը, որովհետև վստահ եմ, որ դուք էլ նույնն եք երազում։ Ես երազում եմ, որ իմ երկրում ընտանիքը ապրի ապագային նայելով վստահ հայացքով, որ հայ ընտանիքն ունենա այնքան երեխա, որքան ցանկանում է, այլ ոչ թե որքան թույլ է տալիս ֆինանսական վիճակը, որ ընտանիքն ապրի արժանապատիվ տնային պայմաններում, որ ընտանիքը որպես պահեստային տարբերակ չդիտարկի երկիր լքելը, այլ ընդհակառակը Սփյուռքի մեր ազգակիցները որոշեն միահամուռ վերադառնալ, որովհետև ապագան միայն Հայաստանում է։ Ես երազում եմ, որպեսզի հայրենիք տոմսերը գնվեն առանց հետադարձի։ Հայերը Հայաստան գան ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ որպես տեր, որպես այս երկրի և օջախի տեր։ Այս երազանքները իրականացնել իմ պարտքն է, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես մեր ձևով համաժողովրդական շարժման անդամ և որպես մայր։ Կառուցելու ենք շատ շուտով և ունենալու ենք հզոր և բարեկեցիկ Հայաստան։ Հայաստանը ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ։ Հարցս ուղղում եմ դահլիճին, համամիտ եք ինձ հետ։ Այս ամենն իրականացնելու ենք շատ շուտով և իրականացնելու ենք ինչպե՞ս։ Այո, կառուցելու ենք միասին, համերաշխ, սիրով, Աստծով և մեր ձևով։ Շնորհակալություն։